Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իրականում այլևս իրավապահ մարմինների մեղադրանքները հարուցված քրեական գործերը այնքան անվստահություն են հարուցում, որ որևէ մեկը որևէ բանի չի վստահում եւ բնականաբար այս դեպքում ակնառու քաղաքական շարժառիթ է ուղղակի իրավապահ համակարգում մարդկային բարոյական բոլոր նորմերը այնքան են գանկ եղել, այնքան են անկում ապրել, այնքան են իրենք շրիշակից ներքև, որ նույնիսկ հաշվի չեն առնում, որ ինչ որով են դերբական։ Խաչիկը իրականում եթե ուրիշ մարդու դեպքում լիներ, դեռ մտքից արել մտածել լավ ընտրություն է, միգուցե, բայց հարյուրավոր երիտասարդներ ուսանել են Գալստյան Խաչիկի դասախոսություններով ես իմ աշխատանքային գործունեությամբ գիտեմ, թե ինչ վերաբերմունք է, այսինքն այսօր մի գրառման մեջ մի կարևոր մատնանշում է անում։ Հիմա դրանից հետո թող միջազգային հարաբերությունների հանրային կառավարման ֆակուլտետում որևէ դասախոս, որ ձայները կտրում են այս անարդարությունների, դասավանդի ենթադրենք ժողովրդավարությունը Հայաստանում։ Տեսնում եք ուսանողները ինչպիսի վստահությամբ ու զգացումով են լսելու այդ դասերը։ Բայց սա լավ, այսպես ասեմ, մի շաբաթ առաջ էր երևի մամուլով էլ եղավ տեղեկություն, Իշխան Սաղաթելյանը հետ հանդիպել ենք հայրենի կուսակցություն ներկայացնելու, նաև Խաչիկն էր ներկա ու հստակ էր, որ այս իշխանությունները այս ընտրական նախապատրաստական աշխատանքներում լայնածավալ բռնությունների արշավ են սկսելու եւ նաև քննարկում են, որ քաղաքական բոլոր ուժերը այս հարցում միասնական պետք է փորձեն դիմագրավել։ Նիկոլ Փաշինյանը չեզոքացնում է ամեն օր դրա ականատեսն ենք լինում եւ իրավական առումով եւ քարոզչական առումով այդ իշխանական քարոզչամեքենայով եւ սա դրսևորումներից է։ Ինչպես հակազդել ամենակարևորը։ Այստեղ դատարանի դեմը կանգնելուց սկսած ամեն օր սրա մասին ահազանգելով, ամեն օր բողոքելով, հասկանալով, որ հա եվրոպացիները քարտ բլանշ են տվել այս իշխանությանը, ամեն ինչ անելու են Եվրոպան, Թուրքիան եւ Ադրբեջանը, ամեն ինչ անելու են այս իշխանության վերարտադրման, բայց պետք է ամեն ինչ անել, որ մարդիկ հասկանան, որ այս ամենը կատարվելու է ոչ հիշա Հայաստանի ու հայ ժողովրդի, այլ իհեճուկս Հայաստանի եւ հայ ժողովրդի, որպեսզի Հայաստանում կարողանան վերանշանակել օկուպացիոն վարչակազմ։ Պարոն Մանուկյանը, տարբեր ընդդիմադիր գործիչներ Նիկոլ Փաշինյանին թոշակի ուղարկելու վերաբերյալ կոչ են անում մյուս ընդդիմադիրներին միանալ ընդհանուր վարչապետի պաշտոնից թոշակի ուղարկելու վերաբերյալ այդպիսի ձևակերպումներ են հնչեցրել։ Այս առումով Հայաստան խմբակցությունը քննարկումներ անում է մյուս ընդդիմադիրների։ Հա, եկել ենք մենք Գալստյան Խաչիկի Դուք ասում եք, որ պետք է քայլեր ձեռնարկել։ Հա, եւ դրա համար, այսինքն հիմա ես որպես գործընկեր եմ ասում, որպես լրագրող եմ ասում, դուք հարցը տվեցիք, պատասխանը գիտեք, որ Հայաստան խմբակցության մաս կազմող Հայ-Հեղափոխական դաշնակցությունը իր դիրքորոշումը հայտարարել է, որ 2026 թվականի սկզբին ժողովների կայացումից, որոշում կայացումից հետո կհրապարակի։ Մենք այսօր ամեն վարքյան պետք է շատ ավելի կարևոր հարցերի մասին խոսենք, որոնցից մեկը քաղաքական հետապնդումներն են, որոնցից մեկը այն ներողություն հեռուստադիտողից եւ բոլորիցս թուլափայը, որ Թուրքիան օրինակ 3 նետել է հայ ժողովրդին իբր ներկայացնելով այդ տեսեք ինչ կարևոր ձեռքբերում է ունեցել իշխանությունը, բայց մարդիկ պետք է հասկանան, որ խափում են երեկվա ամբողջ Թուրքիայի հետ իբր համաձայնությունը լոկ թուրքական շահերի սպասարկում էր եւ թուրքերը խորհրդանշական մի ժեստ արեցին, որ Նիկոլ Փաշինյանը մի քիչ այստեղ հպարտանա, թե տեսեք թուրքերի հետ հարաբերությունները կարգավորում են, ինչպես Ադրբեջանի դեպքում է։ Պետք է հնարավորինս շատ ուժեղ մարդիկ հասկանան Հայաստանում օկուպացիոն իշխանության վերարտադրման համար թուրք-ադրբեջանական տանդեմը եւ եվրոպական պաշտոնյաներ ամեն ինչ անում են։ Շնորհակալ եմ։ Պարոն Մանուկյան, միաժամանակ հաշվի առնելով Ինչ եք կարծում, նման երևույթները, ձերբակալություններ, քաղաքական հետապնդում շարունակական կլինի։ Այ իրականում մի 2-3 շաբաթ առաջ էր այդ Եվրամիության ներկայացների հայտարարությունը եւ իշխանական падգամավորների, որոնց մեծ մասը վստահ են, որ չեն էլ հասկանում ինչ է նշանակում օրինակ մոլդովական սցենար ձևակերպումը, այդ հիբրիդային պատերազմի դեմ պայքար
շատ հստակ էր եւ հենց այդ առաջին օրից հայտարարել ենք ու արձանագրել ենք, որ իրականում ժողովրդավարության, այսպես նախկին պաշտպանները աչք են փակելու Հայաստանում բոլոր հակաժողովրդավարական գործողությունների դեմ, քանի որ իրենց համար գործում է արևմտյան շատ հայտնի թևավոր խոսքը, շանորդի, բայց մեր շանորդ։ Շնորհակալ եմ։